Գորը ինձ թույլ չի տա, որ բաժանվեմ։ Նան չեմ հասկանում, դու գորի ստրուկն ես։ Արմեն, կարծում ես, եթե հիմա հայրս չկա, մեր համար ամեն ինչ հեշտ է լինելու։ Չէ, ընդհակառակը։ Այսինքն ընդհակառակը։ Եթե հայրս ողջ լիներ, ինձ կպաշտպաներ։ Ես գորի հետ անպաշտպան եմ ինձ զգում։ Այսինքն ինձ մոռանում ես։ Բա ես։ Արմեն, հա, դու կապեր ունես, Վարոսյանի օգնականն ես, բայց գորից ուժեղ չես։ Նան, այստեղ փողը, ինչ որ կապերը։ Արմեն, մի րոպե, Արմեն, լսիր։ Եթե ես ուզենամ բաժանվել գորից, օրենքը, բարոյականությունը գորի կողմն է լինելու, բոլորը գորի կողմը կգնան։ Ու չգիտեմ, ինչ ծայրահեղ միջոցների կարող է դիմի գորը։ Ինչ ծայրահեղ միջոցներ։ Կարող է խեղդի, չգիտեմ, գնդակահարի, ինչ պիտի անի։ Նան, դու պիտի խոսես գորի հետ։ Ինչ խոսեմ։ Ասես, որ մենք պիտի բաժանվենք, ու հենց վաղը։ Գժվել ես։ Նան, գիտես, արդեն ես ուզում եմ հավատալ, որ դու չես ուզում բաժանվել։ Լավ էլի, Արմեն։ Դե ուրեմն միակ տարբերակը դա է։ Գորի հետ կխոսես։ Վաղը գորի ծնունդն է։ Այդ մատանին գորի համար եք առել։ Վաղը գորի ծննդյան օրն է։ Պիտի նվիրեք։ Չնվիրեմ։ Գորը ճանաչում է այդ մատանին։ Իհարկե։ Ուրեմն նա արդեն համոզված կլինի, որ Բերոյանը ողջ է։ Ես միշտ էլ գորին պատմել եմ իմ զգացողությունների մասին։ Երազս պատմեցի, խնդրեցի, որ Մարլենին գտնի։ Այսպես թե այնպես նա կասկածներ ունի, որ Մարլենը ողջ է։ Հասկանում եմ, բայց կասկածը մի բան է, իսկ իրեղեն ապացույցը այլ բան։ Այդ մատանին, ինչպես դուք եք ասում, Մարլենի մատին է եղել, իսկ դա արդեն անհերքելի ապացույց է։ Գորը արդեն կասկած չի ունենա, որ Բերոյանը ողջ է։ Դուք էլ մտավախություն ունեք, որ գորը կարող է վնասել Մարլենին։ Տիկին Աննա, ես լավ չեմ ճանաչում գորին, ձեր փեսային, չգիտեմ, թե նա ինչպիսի մարդ է։ Բայց մի բան պարզ է, որ եթե ձեր ամուսինը հայտնվի, նրա ձեռքից ամեն ինչ կգնա։ Բիզնեսի կառավարումը, ունեցվածքը, իշխանությունը։ Իսկ դա կարծում եմ նրան ուրախություն չի պատճառի։ Ճիշտ է։ Չէ, ես կպահեմ մատանին, գորին ուրիշ բան կնվիրեմ։ Բայց մենք հիմա ինչ ենք անելու, ինչից պիտի սկսենք։ Ինձ թվում է պետք է գտնել համր աղջկան։ Ու նրա հորը։ Ես չեմ կարծում, որ նա նրա հայրն է եղել։ Կարող է ընկերն է։ Մտածում եք, որ հանցագիծներ են ու այդ հանցագործությունը միասին են գործել։ Հանցագործություն։ Թե եթե մատանին Մարլենի մատից գողացել են, գողությունը հանցագործություն է, չէ՞։ Ձեր ասածը ինձ մտահոգեց, տիկին Աննա։ Ինչու՞։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում։ Ինչպես են նրանք գողացել Բերոյանից այդ մատանին։ Առանց վնաս տալու, առանց բռնության։ Հա։ Առանց ուժ գործադրելու։ Հա, մհեր, հա։ Եթե դուք մտածում եք, որ մատանին գողանալու համար նրան տանջել են կամ սպանել, դա այդպես չի, ես զգում եմ։ Զգում եմ, Մարլենը կա, զգում եմ, ես նրան հեռվից եմ զգում։ Այդ մատանին թանկարժեք մատանի է, մի մոռացեք։ Իսկ այդ տղամարդը և այդ աղջիկը հարուստ մարդկանց տպավորություն չեն թողել։ Միևնույն է, ես զգում եմ։
Մարլենը ողջ է։ Վայ, վերջապես եկա, ախր անհանգստանում եմ, չի ասում եմ տեսնես ինչ պատահ է։ Վայ, հայր ջան, արի, դե ծանոթացի, ես եմ Անա Երևանից, ես էլ իմ խաս ախպերն է։ Էմա։ Հայկ։ Ուրախ եմ։ Ես նույնպես։ Վայ, ես ոնց է եղել թափելա։ Էմա ջան, ես ոնց է թափելա։ Ես կմաքրեմ։ Չէ, ոչինչ, ինգա ջան, հələ մի շոր բեր բալես, շուտ արա, շոր բեր։ Հա, հայ ջան, գործերդ հաջող եղա։ Да, все хорошо, все нормально։ Էմա ջան, ես մարդն էլ ռուսախոս է, որ ռուսերեն չի խոսում, տրակվում եմ, գիտես, ախր բան չեմ հասկանում, յա, էմա, բա գիտես ինձ ինչ ասում, յանի այդ լուստրան, խալադիլնիկը, վեդրոն հայերեն բառը չեմ, ասում է ռուսերեն է, այ, ես չգիտեմ նրանք, բայց վեդրոն վաղուց հայերեն է։ Բարև ձեզ։ Բայ, հովիտ ջան։ Բարև։ Տախտակների համար պայմանավորվեցիր։ Հա,